Բարերձեզ իմ շատ սիրելի ժողովուրդ, իհարկե այսօր ծանոթացնում եմ ձեզ կինեզոթերապիայի հետ, այսինքն այն մարդը, թեկուզ սկսված 4 տարեկանից երեխան, եթե ունի խնդիր ողնաշարի, եթե ծռվել է կամ դուք ինքներդ կանգնեցնում եք ուղիղ եւ նայում եք, խնդիր է, ապա անպայման բժշկի, որովհետեւ տարի եւ մանկապարտեզում ոչ ճիշտ նստելուց, եւ դպրոցական տարիներին պայուսյակը բռնելուց, եւ հետո արագ հասունացման տարիների ընթացքում էլ ավելի է խորանում եւ խնդիր առաջանում ցավային եւ ծննդաբերության ժամանակ է գալիս, այնպես որ մեր արդյունքը դիմել է մեզ եւ իհարկե անում ենք պրոցեդուրը, սա այն պահն է, որ կա խնդիր։ Ինչ կասեք բժիշկ այս դեպքում։ Առհասարակ կեցվածքի շեղումները ավելի արտահայտված են լինում ինտենսիվ աճի շրջանում երեխաների դպրոցական տարիքում։ Պետք է ծնողները չափազանց ուշադիր լինեն երեխայի կեցվածքին, դա կարող է լինել ինչպես կիֆոզ, այսինքն կուզը, որը բացահայտվում է, այնպես էլ կեցվածքի շեղումների սկոլիոզը, թեքումները, ծռվածություն դեպի կողք։ Եթե ծնողները այդ ինտենսիվ աճման շրջանում դժվարանում են կամ չեն նկատում խնդիրը, ապա կարող են իհարկե այցելել մեզ մոտ, մեր մոտ կոնսուլտացիաները կկատարվեն անվճար, մենք կտեսնենք վիզուալ, կգնահատենք իրավիճակը, եթե կարիք լինի կուղարկենք հետազոտությունների։ Իսկ եթե ոչ, ապա տարիների ընթացքում այն տարիքն է, որ սկսում է գույժաների շրջանը, սկսում է ներվի խփել, ոտքերն է ցավում, դա արդեն շատ խիստ ուշացած տարիք է, դիմում են մեզ պլազմոթերապիայի համար, պլազմոթերապիան մեզ մոտ անում ենք 1 սրվակը, հիմա քանի որ ակցիա է 5000 դրամ, իսկ եթե պետք է լինում մի փոքր ավելի արյուն վերցնել, որպեսզի տարածքը շատ լինի 2 սրվակը, այդ դեպքում այն լինում է 10000 դրամ, այնպես որ իմ շատ սիրելի ժողովուրդ, նաև ուզում եմ ասել, նույնիսկ անգամ պլազմոթերապիա կատարելուց առաջ եւ հետո անպայման պետք է դիմել մեր հրաշալի մասնագետին, որովհետեւ պլազման բացառում է այդ տեղային դիմադրողականությունը եւ իսկ մերսումն ու եւ ինչ եք անում, խնդրում եմ ասել։ Կատարում են կեցվածքի շեղումների դեպքում եւ ոչ միայն կեցվածքի շեղումների դեպքում, առհասարակ հենաշարժողական համակարգի խնդիրների դեպքում, ողնաշարային հիվանդությունների, դա կլինի օստեոխոնդրոզ, աճառան սկավառակի ճողված, թետրադրուզիա, կատարում ենք մանուալ թերապիա, կատարում ենք տարատեսակ մանիպուլյացիաներ, այ օրինակ հենց հիմա մենք կատարում ենք մանիպուլյացիաները, կատարում ենք հարկադրական դիրքեր եւ իհարկե անում ենք պարտադիր բուժական ֆիզկուլտուրա, որը ամեն ինչի հիմքն է։ Եվ դրա համար եմ ուզում ասել, հաճախ բժիշկը ասում է անպայման գնացեք ֆիզկուլտուրայի կամ լողի, բայց դա ճիշտ չի, որովհետեւ շեղումը էլ ավելի է մկանը հզորանում, էլ ավելի է այդ շեղումը Իհարկե սխալ սպորտաձևը, սխալ վարժությունները կարող են ավելի խորացնել, ավելի բարդեցնել խնդիրը։ Շատ հաճախ լսում ենք, որ դիմեք գնացեք լողի եւ կկարգավորվի, բայց դա բուժական լողն է, որ որոշակի օգուտ եւ արդյունավետություն կարող լինի, բայց դա միանշանակ միայն մասնագետի ցուցմամբ եւ մասնագետի հետ միասին պետք է կատարվի։ Դիմում եք Դելտա կլինիկը, քանի որ տեղափոխվել է Մաշտոց 33 մենք դիմում ենք մեզ, վերացնում ենք խնդիրները։ Իհարկե նորից ես ձեր Մարիամ Վահանյանը